Բարի երեկո սիրելի բարեկամներ, բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ։ Ներկայացնում եմ այսօրվա հյուրին, երաժիշտ, գիտարահար Ռաֆայել Անդրեասյան։ Ողջույն Ռաֆայել։ Ասիր։ Դե Ռաֆայել ջան, ոնց ես։ Շատ լավ։ Ես այսօր ուրախ եմ, որ դու իմ հյուրն ես։ Ես նույնպես շատ ուրախ եմ հրավերքի համար, շատ շնորհակալ եմ Աշոտ ջան քեզ հանդիպելու։ Այսօր մենք խոսելու ենք քո անցած ուղու մասին, խոսելու ենք քո ապագա ծրագրերի մասին, խոսելու ենք նույնիսկ եղբորդ մասին, որը Կոստանտին Նորբելյանի ջազ օրկեստրում Հայաստանի ամենալավ գիտարահարներ ու ամենալավ երաժիշտներից մեկը։ Այսօր լավ զրույց ենք ունենալու։ Պատմի փոքր քո մասին պատմի։ Սիրով Աշոտ ջան, ծնվել եմ Երևանում, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Սուրբ տեղ ես ծնվել։ Այո, Սուրբ ընտանիքում։ Ծնողներս դասատու են եղել, հայրս մաթեմատիկա, մայրս գրականություն, հայոց լեզու։ Իմիջիալուց մայրը չտեսնված երգում էր, հայրս էլ չտեսնված թառ էր նվագում։ Մինչև հիմա այդ թառը արդեն 100 տարվա պատմություն այո։ Իրանք որ դուետ ունեն, մեկ-մեկ երեկոները որ սկսում են երգեր նվագել, երկուսով։ Այո, հաճույք էր Աշոտ ջան այդ, հա։ Որ հյուրերը հավաքվում էին, բան նստում էին։ Թեկուզ առանց հյուրերի հենց իրանք իրենց կամքով Որովհետև քեֆտերը տալիս են նվագում երգում են։ Նինա ջան, արի մի հատ լավ երգ երգի, ես էլ հետ նվագեմ ու սկսվում էր ուրախությունը։ Լավ հիշողություններ էր, այո։ Դե իմ հայրն էլ մանկավարժ ա եղել դպրոցի տնօրեն ժամանակին, հետո այդ էջմիածնում իրանք էջմիածնում էին ծնվել։ Ու հայրս էլ շատ լավ բաներ նվագում, կամանչա, ու շատ լավ էլ մեկ-մեկ էլ երգում էր։ Այնպես որ դες նույն համարյա նույն պատմությունն է, մասնագիտությամբ մանկավարժ, բայց երաժիշտ լավ։ Հետո իսկ կրթություն երաժշտական կրթությունը։ Չէ, երաժշտական չունեմ, ես ինքնուս եմ եղել, այսինքն գիտար սովորել եմ եւ իմ ամբողջ կյանքս կապել եմ գիտարի հետ, Աշոտ ջան։ Եվ դպրոցական տարիներում արդեն 14 տարեկանում արդեն բենդում էի նվագում, սա խմբի անունը Տարուն էր, երևի շատերը կհիշեն այդ ժամանակվա շատ լավ խումբ ունեինք։ Եվ այդպես 14 տարեկանից արդեն համերներ էի տալի եւ այդ թվականները, եթե հիշում ես, արդեն ուսանողական գարունին ամենալավ ֆեստիվալի այդ երաժշտական տոներն էր ամբողջ Երևանում 70-ականներին բոլոր համալսարանում, պոլիտեխնիկում, բժշկական, ֆիզկուլտ ինստիտուտում բոլոր տեղերը համերներ էր լինում ռոք։ Եվ հիշում եմ, դու էլ միշտ ելույթ էր ունենում։ Մեր ուսանողական գարուններն էր։ Այո, հենց դա եմ ասում, ուսանողական գարունները։ Այո։ Ամենալավ տարիները այդ 14-15 տարեկանը մեծ տոն էր այդ ժամանակ Երևանում։ Բոլորը ասենց այդ երաժշտությամբ արդեն տարված, այդ համերներին շլեպլեցուն էր լինում, ոնց են երբ պակում, ոնց են ծափահարում, պարում համերների ժամանակ։ Շատ լավ տարիներ էր այդ վաղ Երևանը։ Շատ լավ էր, շատ լավ միջոցառումներ էին կազմակերպում ու բոլոր անհապեր սպասում էին այդ օրերին, այդ ոսկեաշուններին, այդ ուսանողական գարուններին։ Ունես զավակներ ունես։ Աղջիկումն եմ, Էլենս, երկու թոռներ ունեմ, Իզաբել Ալեքսանդր։ Աղջկատ մեջ մշակույթի հետ։ Շատ լավ դաշնավոր է նվագում, նվագում, չնայած ավարտել է դիզայն, անիմեյշն։ Այդ համալսարանը, բայց դե երաժշտությամբ իհարկե սեր ունի, երգում էր լավ, եւ թոռներս էլ լավ նվագում են, եւ դաշնամուր, հրաշալի։ Եվ գիտար Ալեքսանդրը, իմիջիալս շատ բարևներ եմ ուղարկում իրենց։ Այդ գիտարը ձեր ընտանիքի գործիքն է, եղբայրդ էլ էլի գիտարի գործով։ Ոնց որ հորիցս սկսվել է թառից, եւ դե որիկը գիտեք, չտեսնված գիտարիստ է։ Ինքը դեռ այն տարիներին են Արմինա Վուլկաններ, Adzin plus 2 հաստատները։ Որիկը լավագույն երաժիշտներից մեկն է։ Երկար տարիներ դնվագեց, որ ամենալավագույն երաժիշտներից մեկն է։ Մենք շատ լավ երաժիշտներ ենք ունեցել, լավ երաժիշտ։ Մեծ ավակ եղբայրս էլ 70-ականներին նվագել է Պերճյանի խմբում դեռ հայ համերգում։ Լևոնը շատ լավ էլ ակարդեոնիստ է ինքը, մաթեմատիկ ծրագրավորող է Լևոնը։ Վերջերս իրար հետ հանդիպեցինք հենց Ռազմիկ Մանսուրյանի համերգին։ Ջալոց եղբայրս էր ակարդեոնիստը։ Երկու հատ լավ սոլո համարով ելույթ ունեցավ, լավ համերգ էր շատ։
Դե երաժշտական ընտանիք է, էլի, մեջտեղը կա, այդ գեներից եկել է, երևի պապերից, բաներից եկել են, հա, այդ։ Պապերը չգիտեմ, բայց գիտեմ պապս շատ ուժեղ խոհարար է եղել։ Ահա, բայց երաժիշտ չի։ Կարելի չէ հիմա։ Այդ ասպարիզը։ Լավ, կերակուր պատրաստել էլ լավ երաժշտ, լավ արվեստ է։ Եթե լավ սնունդը տեղը լինի, արվեստագետը իր այդ գործունեությունը ավելի լավ։ Հիմա ինչով է զբաղվում, Ռավջան։ Ես հիմա ճիշտ ասած անցել եմ Թոշակի։ Թոշակի, հա։ Ասո ջան, բայց ամբողջ կյանքս ես նվագել եմ։ Հրավիրում են տեղվեղ կանչում են նվագել։ Միջև բանակս։ Հիմա մենք խումբ ենք հավաքել, հիմա համերներ տվեցինք Pasadena Project-ում, 3 հատ լավ շոու արեցինք, Լևոն Սևաններ, Շրապներ, Թաթուներ Ղարիբժանյան, հա, Լև Արտաշեսը լավ դրամեր։ Արմեն Մարտիրոսյանը միացավ մեզ, մի համեր գնա։ 3 հատ լավ համեր տվեցինք, հիշեցինք այդ 9 թվականների Beatles-ները, Deep Purple, Led Zeppelin, Jimi Hendrix, Cream, ամեն ինչ նվագեցինք այդ օրը։ Լավ հանդիսատես ունենք, շատ գովանացին իրանք։ Մեծեր է սրահը մեծեր։ Ես չեմ ասում, նո, այդքան էլ մեծ չէր ինքը։ Երևի մի 150 հոգի էր։ Դա շատ լավ է, կոմպակտ։ Շատ կոմպակտ է, շատ լավ անցավ, անեց որ մինչև հիմա նվագում եմ եւ նվագում ենք հատաղան։ Եկեք տանը նստում նվագում ես, կարոտում ես, չէ՞ գործիք։ Առանց գիտարայը, որտեվ գիտարը եւ ինձ կյանքում օգնել է, եւ բանակում այն շատ օգնել։ Բանակում ծառայեցի անսամբլ Պեսնի Պլյասկի, Պրիվացիսկ Վայինովա օկրուգը։ Ամբողջ այդ օկրուգի անսամբլը իսկա գիտարիստ, միակ հայտաղան էի։ Հա։ Շատ լավ մի տարուկես, վերջի մի տարուկեսը այդպես ամբողջ Պրիվացիկ ամանեկան կամերների վերջում գնացինք Ավստրիա ամերների եւ եկավ արդեն զորակոչվեցի տուն։ Արդեն փրծավ ծառայեցի, տես լավ ծառայեցին եմ։ Շատ հետաքրքիր լավ ուղի ես անցել էլի արվեստը։ Շատ լավ երաժիշտների հետ եմ նվագել։ Բախտս բերել է, ճիշտ ասած, շատ լավ երաժիշտները եւ Չիկոյի հետ, եւ մեր Գոգա Ջանգուլյանի հետ, Ռուբեն Աբերբեկյանի հետ, Գրիշա Բալագյանի ուդարնիկ, մեր Սերգեյ Բաբայանի ուդարնիկ։ Լավ մուզիկանտեր են բոլորը։ Շատ լավ երաժիշտներ, դրանք համար մեկ երաժիշտներ։ Մնջոն բասիստ երևի հիշես Մնջոյին էլ։ Մնջոն Ռիտանա, այդ 70-ական թվականներին իրար հետ, հա։ Այդպես լավ, Ալիկ Դիվանյանի հետ, լավ երգիչների հետ եմ ելույթներ ունեցել։ Սրանք բոլորը աստղեր էին, աստղեր էին։ Եվ Օֆելիա Համբարձումյանի հետ, եւ Ռաֆի Հովանեսյանի հետ, Բակ Բիարկոցյանակա, եւ Ջիվան հետ եմ նվագել, Հարսանիկ, Անի, այդ ժամանակ չեմ հիշում, Ռիմա Սարիբեկյանն էր մեր հետ երգում, թե Անի Գրիգորյանը, Դեթին, նոսեղանին։ Մարտին Յուրգանցի հետ եմ նվագել։ Շատ լավ եւ ոնց էր անունը։ Արտոթուտ Պայոնջանի հետ։ Ուզում ասեմ, այդպես շատ տարբեր ժանրերի տենց։ Իսկ հիմնական աշխատել ենք 10 տարի Աշոտ Ազարյանի հետ։ Շատ լավ երգիչ էր, շատ լավ բենդ ունենք։ Հա, Պարսկահայ, Իրանահայ, հա, շատ լավ երգիչ էր, շատ։ Պարսկական շուկայում, թերթերական, հայկական շատ մեծ անուն ունենք։ Հրաշալի երգիչ էր։ Տղաներ էին, հա, Ռազմիկը, Ռոմիկը։ Դե լավ։ Գագոն, հա։ Ռավջան ավարտվեց մեր հաղորդման առաջի մասը։ Հիմա անցնենք գովազդի, որից հետո կշարունակենք։ Սիրելի բարեկամներ, գովազդ ARTD եթերում, որից հետո ես կշարունակեմ իմ զրույցը իմ լավագույն ընկերոջ հետ, իմ լավ երաժիշտ գիտարահար Ռաֆայել Անդրեասյանի հետ։ Գովազդ ARTD եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր գովազդը, շարունակում եմ զրույցս երաժիշտ Ռաֆայել Անդրեասյանի հետ։ Ռավջան, ասում ես 35 տարի արդեն ապրում ես Միացյալ Նահանգներում։ Այս ընթացքում եղել ես Հայաստանում։ Այո։ Լինում ես հա շատ ես դիմում։ 4 անգամ եղել եմ։ 4 անգամ, հա։ 4 անգամ եղել եմ։ Վերջի անգամ երբ ես եղել։ Անցած տարի։ Ու ինչ։ Շատ լավ։ Շատ հիանալի։ Արդյոք կա չէ որ գնալ չեն ուզում հետ կան, չէ։ Շատ եմ սիրում Երևանը, խոսք չկա։ Շատ։ Այս տարի Աստված բերև անպայման գնալու եմ նորից, անպայման կգնամ։ Լավ, իսկ դու բան, տեսահոլովակներ բաներ ունեք, անում ես, թե չէ։ Չէ։ Կլիպներ բան չես նկարում։ Ինչ որ կար Երևանում, ստեղ կա արդեն տարբեր երգիչների հետ, որ աշխատել են, տենց կլիպներ եղել է, իհարկե ձայնագրություններ։ Հա։ Բայց առանձին դու ինքդ քո գործիքով, քո երաժշտությամբ։ Չէ, առանձին չէ։ Առանձին տենց արի չի եղել։ Ո՞վ է եղել քո առաջի ուսուցիչ, երևի հենց եղբայրը, չէ՞։ Մենք ընդհանրապես ինքնուս ենք եղել, բայց ես իհարկե շատ բաներ Բորիկից ես վերցրել եմ, հա։ Շատ երկար տարիներ դե Բորիկը Բորիկը գիտեք, օրկեստրում։
Հիանալի գիտարիստ, այն ժամանակները դեռ 70-ական եւ հիանալի մարդ, լավ ազնվորություն, լավ ընկեր։ Շատ լավ։ Արմինա խումբը ուներ, Ածին պլյուս դվան ուներ, Վուլկանները խումբը ուներ, թե հիշում են մեր երեստադիտողները այն ժամանակների մեծ ֆրոր արեց բորիկ։ Մեծ եղբայրս էլ իմիջայլոց մաթեմատիկոս է պրոգրամիստ է եւ հիանալի ակարդեոն է նվագում։ Հիանալի դեռ 70 մայրդ էլ չէ։ Հա, հայրս իրանք դասատուներ են, բայց հայրս թառա նվագել շատ լավ, հասցի հայրս էլ հիանալի երգում էր։ Դե տեսնում ես, գների երաժշտական ընտանիք էր մերը, շատ ջեր, շատ Վերջան մենք կարող ենք հիմա մի հատ երաժշտություն լսել քո կատարմամբ, ես ու մենք ասելով ես ու մեր հեռուստադիտողը։ Հա, խնդրեմ։ Իհարկե։ Ահա։ Մի քիչ դժվար է առանց նվագակցության։ Հա, առանց իհարկե դժվար է, բայց ոչինչ չէ, սովորել թող այսպես լինի։ Ջան, դու աշակերտներ, հələ մի հանել, որտեվ կարող է էլի նվագես, չէ։ Աշակերտներ ունես։ Աշակերտներ ունեցել եմ։
Ստե։ Երկար տարիներ, այո։ Միացյալ Նահանգ, իսկ Հայաստանում էլ ունի։ Հայաստանում երաշտական դպրոցում Ավանի համար 20 երաշտական դպրոցում 6 տարի դասավանդել եմ։ Լավ աշակերտներ եմ ունեցել այդ համամիությունական մրցույթներին բարձր տեղեր են գրավել, լավ աշակերտներ շատ։ Ստեղ էլ արդեն տանն էի պարապում, կամ ինձ մոտ էին գալիս, կամ ես էի գնում իրենց մոտ։ Մոտ տենց 10 տարի գիտարի դասավանդել եմ ստեղ։ Եվ ու հիմա ինչ նվագում են իրանք ինչ-որ մեծ հայտնի տեղերում։ Հիմա չգիտեմ ճիշտ ասած, նվագում են։ Տեղեկություն չունես քաշ։ Տեղեկություն չունեմ։ Երևանից ունեմ, պատկերացրեք։ Երևան աշակերտ եմ ունեցել, որ եկավ Ամերիկայից, ստեղ եկավ Լոս Անջելես եւ մար եկավ ինձ գտավ։ Ինձ շատ զարմանալի հանդիպում էր Վահանը, երևի Վահանը նայում է։ Լավ աշակերտներ եմ ունեցել շատ եւ շատ լավ ուսուցչական լավ անձնակազմեր է դպրոցում։ Շատ լավ տարիներ են։ Ցերեկները աշխատում էի դպրոցում, երեկոները արագ հասնում էի անի, այդ ժամանակ անիում էի նվագում վերջի տարիները։ Մելամաններ խմբի հետ, այո։ Ճիշտ է։ Դեպպես, հետո եկաստեղ նորից շարունակեցի նվագելը, իմ դասավանդելը։ Մելամանները հիմա էլ կան ու շատ մեծ գործունեություն են ցավալել, իսկապես շուտ համերգներ են տալիս։ Արմենը հիմա այնտեղ լավ։ Արմենը մեր հավաքել նորից Հարությունյանը, Ստոմը։ Հարությունյանը, այո։ Տաննաբուժարեն Արմենը, ստոմատոլոգ։ Համար ստոմ էին ասում, չէ։ Հրաշալի երաժիշտ, հրաշալի մարդ, հրաշալի ընկեր, ընդհանրապես այդ մելոմանները հիմա շատ լավ խումբ են, լավ։ Սամվել էլ աստեղ Բորոյան, Սամվել Հովանեսյանն էլ աստեղ երկու Սամվելները երկիշներ։ Հա, Ուչոն, այո, եւ Բորոյան Սամվելը։ Ես կուզենամ իրաց տեսնել, իրացից ոչ մի կապ չունեմ, ոչ մի։ Շատ լավ տղաներ են, շատ լավ երաժիշտներ։ Ջեր բարևներս իրենց։ Եղավ։ Մտքով տանցել եմ մի հատ համերգ կազմակերպեք։ Ճիշտ ասած մենք բոլոր գիտարահարներով հավաքվեք, կան մեջները նաև որ երգում են։ Լավ, գիտարահարներ կան, որոնք ստեղծագործում ու երգում են։ Նրանց հետ միասին բան անում, գիտարի գեղեցիկ երեկո, երգով, բանով, սիրում։ Հա, շատ լավ գիտ կա, Աշոտ ջան։ Ես հին երաժիշտներին ստեղ ճանաչում եմ շատ։ Կարելի է այդպես անել, նորերին ճիշտ ասած այդքան տենց շփոթ չունեմ, բայց կարելի է բանել, շատ կա գգան, էլի կարող եք լավ հանդիպել։ Եթե դուք էլ կազմակերպչական այդ մոմենտը անեք, հա, շատ ուրախ կարող ենք ես օգնեմ երաժիշտների, գիտարիստներին հրավիրենք, մի հատ լավ երեկո անենք, հին եւ նոր։ Հա, շատ լավ կլինի երաժիշտներին։ Դե լավ, սիրելի բարեկամներ, Գովազդ ART-ի եթերում, որից հետո կշարունակեմ իմ զրույցին, լավ ընկերոջ հետ, իմ հրաշալի ընկերոջ հետ, լավ երաժիշտ Ռաֆայել Անդրասյանի հետ։ Գովազդ ART-ի եթերում։ Բարեկամներ, ավարտվեց մեր Գովազդը, շարունակում եմ զրույցս Ռաֆայել Անդրասյանի հետ։ Ինչ շատ է հետաքրքիր, օրինակ ես հրավիրում են միջոցառումների բաների նվագելու, ասենք հավաքույթների, միջոցառումների, որտեղ շատ է լինում, որ գնում ենք, ասենք, մեծ միջոցառում, բայց մինչև սկսելը, ասենք, ջութակահար է լինում, կամ սաքսոֆոնահար է լինում, կամ ասենք գիտարիստ է լինում, հրավիրում ենք, ես գնում ես, թե։ Ես հիմա ճիշտ ասած չեմ գնում։ Հա։ Չգիտեմ ինչ համար, բայց այս վերջերս մեր լավ ընկերներից Հայկը գիտարիստ զանգեց, ասեց Ռավժանարի մի հատ լավ խումբ անենք, սկսենք համերներ տալը։ Ասի լավ, արի սկսենք ու արեցինք, Լևոն Սևանին հրավիրեցինք, Սարափին բասիստ, Թաթուլ Ղարիբջանյան, Հայկներ, որ ասեց գիտարիստ եւ նոր դրամեր այստեղ Արտաշեսը, 3 հատ լավ համերգ տվեցինք։ Շատ լավ, այ կազմակերպեք։ Pasadena project-ում, հա, շատ լավ։ Հիմնական այդ 70-ական թվականների ռոք սաստաններից էինք նվագում, Beatles էինք նվագում, ասենք այն այդ ժողովուրդը որ գալիս էր արդեն գիտեն ինչ են լսելու իրանք ու հենց այդ երաժշտության այդ սիրահարներն են գալու շատ լավ անցավ միջավայրը։ Ռավչան, հիմա կարող եմ մի հատ էլ մի կարճ բան, մի հատ հետաքրքիր բան նվագես պես։ Մի հատ ինչ ստեղծագործեն, ես մեկը փորձեմ ստեղծագործվես։ Այո, կարծեմ մեն առաջինը որ նվագեցի։ Առաջինի վերջի մասը արդեն իմ գործն էր, բայց նվագեցի շատ սեղմված, ասենք ժամանակ մի քիչ եղավ այն ինչ որ եղավ հիմա։ Եթե երկրորդ անգամ կրկնեմ, օրինակ լրիվ ուրիշ տեսակի կնվագեմ։ Գիտեք, այստեղում ինչ որ հա։ Ես հիմա քո ստեղծագործություն գնացինք։
Շատ ապրես, շատ շնորհակալություն։ Ավջան, հիմա հանի գործիքդ, որտեվ հիմա պիտի իրական պատմություններ պատմես։ Ժամանակ ունենք դեպի փոքր եւ անեկդոտ որոշել ես։ Այո։ Իրական պատմություն շատ երկար չլինեն, որտեվ ժամանակը սպառվում է։ Շատ հետաքրքիր բան եմ ուզում պատմել դեպի իրական որ եղել է տարիների ժամանակ, ուրեմն ցերեկները Beverly Hills տաքսիով հարորդ էի։ Ես դեպքա տեղ ա եղել, ուրեմն հերթական օրներ գնում է այրոպորտից, որ հաճախորդ վերցնի։ Կինը զանգում է, ուրեմն ասում է Ռաֆո ջանից մեզ շատ արագ $200 փող է պետք, որ պետք է դնենք բանկում։ Շատ կարևոր է թե չէ, ոչ կարևոր է։ Պրոբլեմի առաջ կգա։ Շատ ինչ որ մեծ բան եմ հա։ Ես էլ ուրեմն ժամը 10:30 ասեց, մինչև ժամը 12-ը պետք է դնենք անպայման այդ գումարը։ Ես էլ գնում եմ այրոպորտ, որ հաճախորդ տեսնեմ, հա։ Մոտս էլ $2-5 անոց ընդամենը։ Բենզինը շատ քիչ է, ուրեմն չեմ կարող երկար տեղ գնամ։ Չեմ էլ կարողանում բենզին լցնեմ, որովհետև ասում են գոնե մի $10 լինի, որ հաճախորդին կարողանամ մանր տամ։ Ուրեմն այդպես գնում եմ։ Ինձ ուղարկում են երկրորդ տերմինալը, հետարքետ պատմությունն է շատ։ Ինձանից առաջ 4 հատ մեքենա իրան գնում են, ես արդեն դառնում եմ առաջինը, մեքենայից իջնում եմ։ Ու այդ ստարտերը, որ հսկում է, այն տաքսիների բանը, իրար հետ զրուցում են, մեկ էլ աշխովս ընկավ, տեսնեմ մեկը ուսապարկը, անեց ավելի դեղին մազերով հետարքեր անեց հակնված բան, ինձ նայելով գալիս է։ Ես նայում եմ հետևից, ասում եմ երևի ինչ-որ բան, տեսնե չէ, եկավ ծիծաղալով եկավ, դիմացս կանգնեց, ասեց it's your turn, right? Ասում եմ քու հերթն է, չէ՞ հիմա, հələ հետարքեր լսեք հələ։ Ասեցի այո։ Ասում եմ ես գիտեմ որ քեզ փողը հարկավոր, ասում եմ։ Վայ քեզ ո՞ր։ Ասում եմ ես գնում եմ շատ կարճ trip, իհարկե անգլերեն եմ խոսում, բայց ես ասում եմ ես քեզ կտամ $200։ Այս ստարտերը զարմացած լսում ասում ես, հա։ Ասի ես խնդրեմ չունեմ, ասի ես մեկ կարճ չէ ասում եմ, ես շատ կարճ եմ գնալու, քեզ կվճարեմ $200։ Պատրաստ ես, ասես դե գնանք։ Գնացինք հենց այրոպորտից դուրս եկանք, այնտեղ թունելից անցանք, այնտեղ աջ կողմի վրա բանկ էր, ասես խնդրում եմ այդպես բանկի մոտ կանգնի։ Ու մեզ հետևում էր։ Ինքը իջավ այդ բանկը մտավ բանկ, եթե ինքը փող հանրելու լիներ, այդտեղ այդ մեքենաները կար, ինքը չօգտվեց դրանից։ Մտավ ու երևի 10 վայրկյան հետո դուրս եկավ, 10 վայրկյան։ Եկավ նստեց մեքենա, ասեց քու $200։ Ասեց are you happy։ Հələ պատկերացնում եք, ասի զարմացած մնացել եմ, ասես չհրաշքեր եմ։ Ասի շնորհակալ եմ շատ, ասեց դե հիմա ասես գնաց այդ ճանապարհով, ասեց այդ սվետաֆորի ձախարեցին, դեռ մի հատ պիցա անոց կար, ասեց դե կանգնի։ Ինքը իջավ, ասի մի հատ պիտի տեսնեմ ես մարդու գնաց։ Գնաց մտավ այդ պիցա անոցը, անցավ էր նորից մի 10 վայրկյան, այն կողքի մի հատ մուտք ուներ։ Այնտեղից դուրս եկավ ու գնաց։ Ոչ բանկից ինքը օգտվեց, ոչ այդ պիցա անոցում ինքը անելու բան ուներ։ Աստված ինձ օգնեց, ինքը բերեց այդ մարդուն, ինձ $200 տվեց։ Ոչ երկար գնաց, ոչ բան գնաց։ Սաղ անգավ դրա մեջ $200 տվեց, որտեղ ես այդ ճանապարհին ասում եմ Տեր Աստված օգնիր։ Մի հատ հրաշք արա։ Ու այդ հրաշքը եղավ։ Պատկերացնում եք։ Շատ լավ։ Բայց անեկդոտ պատմել գիտես։ Անեկդոտ եմ մի հատ հիշել պատմեմ։ Ուրեմն ընկերներով ռեստորանում նստած են արդեն ու ժամը, ուզում են գնան բան, ես տնտեսա արկերը, ասում եմ չէ, պետք է անպայման գնանք մեր տուն։ Բայց ասում են ինչ տուն, բոլորս արդեն ասում են հարբած ենք ու ժամը բան, դու այդ տնտեսա ես ասում եմ վրեդ խոսակցություն կլինի բան, չէ, որ չէ, գտնվում է զորով, տանում է իրանց տուն։ Գնում է զանգը տալիս առաջինը զոնքանչն է բացում, ասում վայ, այսում համով փեսանա եկել, վայ յուրե, խնդրեմ համեցեք, ոնց անենք զարմացած նայում են գալիս ատում եկել աներն ա վեր կենում գալիս, ասում վայ, այսում թակավոր փեսանա եկել, վայ, ես էլ
ասում եմ ում հետ մի բաժակ կոյնակ խմեմ, հյուրեր ունենք բան, համեցեք նստեք, հիմա կոյնակը բերե բան, կինն դա գալի, ասում ձեզ ինչ հյուրասիրել եմ, կոֆե, մոֆե, թե ամեն ինչ բանից, հյուրեր տեսանկյուններ արա զարմանում են։ Ասում եմ, ինչ ընդունել ես, ինչ բան ասում։ Ասում ուրեմն, ասում նոր է ամուսնացած, ասում դե տնփեսա է, ասում այդ օրը մի քիչ ուշ եկա տուն, ասում քեֆս էլ լավ էր, ասում զանակ մի հատ շուն ունեին, ասում կատաղած, ասում հարցավ մեր վրես հաչած, մաչած բան, ասի նայեք ձեր շանը դեղին քարտ են ցույց տալի։ Զգուշացնում եմ, հա, նայ, ես sense բան չկրկնվի։ Սանքան բա հետո ասում եմ մյուս օրը եկա նորից էս շունը, ասում մի հարցակվել է վրես, ուզում ա նորից sense հաչում ա, մաչում ա, բան, ասի նայ, ես դեղին քարտ մի անգամ ցույց եմ տվել, ես երկրորդ ասում կարմիր քարտ, հանում եմ ասում կարմիր քարտ են ցույց տալի ձեր շանը, ու ասում հանում կրակում եմ այս շանը։ Ասում եմ ոնց դա համար կրակում ես, բա հետո ասում հիմա տեսնեմ ես, ասում ես զոնքանչին ես կնոջս ես աներոջ, ասում սրանք հիմա ամեն մեկը մի հատ ասում դեղին քարտ ունեն։ Ռաջա, շնորհակալություն, շատ շնորհակալ եմ նախ որ չմերժեցիր եկար մասնակցելու մեր հաղորդմանը։ Ես շատ շնորհակալ եմ։ Սպասում եմ այդ ձեր համերգին, ինձ թվում է լավ հետաքրքիր համերգ կլինի, կազմակերպեք որևէ սրահ վերցրեք ու գիտարի երեկո, գիտարի երգի Եղավ Աշոտ։ Ամեն ինչ կլինենք, անենք այդ գործը, իհարկե շատ հաճելի։ Շնորհակալություն հայտնեմ ու Ես եմ շատ շնորհակալ Աշոտ ջան։ Շատ ուրախ եք ես հանդիպեցի։ Համեցիր, այսպես։ Իսկ այժմ բարեկամներ մեր հաղորդման վերջին խոսքերը։ Եթե տղամարդը ասում է, այս բանը կանեմ, ուրեմն կանի։ Հեչ կարիք չկա իրան կես տարին մեկ հիշեցնել։ Եղավ, բարի գիշեր։ Միշտ նոր հանդիպում։ Հարևան ջան, մի հատ հարց եմ ուզում տամ։ Խնդրեմ։ Հեչ կյանքումդ կնոջը դավաճանած կաս։ Ես ով տանեմ, ես կյանքում իմ կնոջը չեմ դավաճանել։ Ես միայն համեմատել եմ։